Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նունե Եսայանը բեմում է շատ երկար տարիներ և նրա ավանդը հայ երգարվեստում անգնահատելի է։ Երգչուհին հավատարիմ մնալով իր ոճին շարունակում է ստեղծել նոր երգեր, որոնք հիթային են ու սիրված։ Նունե Եսայանը ակտիվ է նաև սոցիալական էջերում, որտեղ ներկայացրել է նոր լուսանկարներ։ Ինչպես երևում է հրապարակումից, երգչուհին դիմել է կտրուկ ոճափոխության, կտրելով բարսերը։ Սակայն լուսանկարում միայն դա չէ, որ ակնհայտ է։ Բանն այն է, որ երգչուհին վերջին ամիսների ընթացքում ակնհայտորեն քաշ է կորցրել, նա նիհարել է դառնալով ավելի գեղեցիկ, խնամված ու կանացի։ Ձեզ ենք ներկայացնում այն լուսանկարները, որոնք Նունե Եսայանը հրապարակել է ինստագրամյան հարթակում։ Առաջարկում ենք դիտել նաև երգչուհու մասնակցությամբ մի քանի տեսանյութ ևս։ Ինչի համար իմանաք շուտ։ Եվս մեկ անգամ մեկնում եմ Ամերիկին, Մոսկվա, ու լինելու է շատ հետաքրքիր հանդիպում իմ երկրպագուների հետ և համերգ, կոպիտ համերգ, որը նկարահանվում է և դառնում է հաղորդաշար, նոր հաղորդաշար, շուտով կդիտեք, իսկ ես այս ընթացքը անպայման ձեզ ցույց կտամ։ Բան ես ասում։ Չէ, դու ո՞ր ես գնում։ Չեմ ասել։ Եկեք տեսեք ինձ հետ միասին։ Так, еще кто с нами? Да, она тоже, но... Так, давайте вот сюда присаживайтесь. Да? Сюда просто, да, потому что я с чемоданами здесь положу. Добро пожаловать! Спасибо. Как долетели? Хорошо. Все для вас. Хорошо. Это как? Еще раз добро пожаловать. Как вы долетели до нас? Լավ, միշտ ինձ համար Մոսկվան հաճելի տեղ է, իրավու համար նախմոտ է, ժամանակով և շատ հարազատ։ Нам, живущим в Москве, очень приятно это слышать от вас. Вы уже приземлялись, увидели, да, что солнце началось у нас, как только вы Հրաշալի չկար, անձեր չկար, օդը պարզ, մաքուր, ուզում եղանակներ տակ է։ դուրս հա Մոսկվայի համար շատ տակ է։ Մենք որ գալիս ենք, на самом деле, когда мы ехали, чтобы вас встречать, шел ливень. Да. За окном был ливень, и мы начали подъезжать к самолету, и мы смотрим по расписанию, вы должны уже приземляться. Тут как солнце вышло, мы такие, все, привезли вы нам солнце. Спасибо большое, почаще поэтому. Ну что, как сказал Гагарин, поехали. Как раз день космонавтики был, да, 12 апреля. Вся страна отмечала. Сегодня у нас уже 15 апреля. Սկսենք կամ առաջ։ Սկսում ենք, հա։ Թե այգապարտից դու։ Չէ, ստոպ։ Չէ, կարանք սկսենք արդեն։ Да, вопрос еще по статистике, если мы продолжаем. В скольких странах вы уже успели выступить? Сложный вопрос. Որտեղ որ հայ կա, այսպես ասեմ։ То есть везде. Հա, որը մի քանի երկիր Չինաստան չեմ եղել, Հնդկաստան չեմ եղել, կարող եմ այսպես ասել, այլուր չեմ եղել։ В одном из интервью вы говорили, что еще не успели побывать в Японии. Հա, ճամփա։ Не успели. Может быть, в ближайшее время ожидается. Գիտես, առաջ երբ մի քիչ ավելի երիտասարդ էի, ավելի թեթև էի գնում տարբեր երկրներ, ճամփորդ։ Հիմա այդ երկար ճանապարհները մի քիչ դժվար եմ գնում ու չգիտեմ։ Իհարկե, եթե հրավերը եղավ, ուզեմ չուզեմ պետք է գնամ, որովհետև չի կարելի անհամարելի
զոկավեց սերը, երբ սկսվեց, բայց ես սիրում եմ շուկա գնալ այդ գույն բանջարեղենները, մրգերը, այդ ուտելիքները, որ հայկական մեր շուկաները եղել թարմը սիրում եմ այդ թարմությունը և սիրում եմ Մենք իրերը կվերցնենք, պրոստ հիմա գրանք զալը նկարենք, այս սյոնիչնի պայրը անչացնենք։ ստելու ենք իրար հետ։ Հա, մենք իրար հետ նստել ենք ստուկ Երբ որ մենք սկսենք արդեն դուք երբ որ երկրի ունեք, ապոներ ավտոմատիկ ստանում են ես բերում եք Это даже интереснее, чем результаты процесса. Մարդկանց աչքերն է ստենում, ոնց են իրանք ռեակցիան տալիս, այդ ամենը ինձ թվում է вообще բեմը ոնց որ նարկոտիկами настроены и готовы покорять этот мир вместе с Нуной, конечно же. Последние штрихи. Все, красота. Сейчас так найдем. Okay, եթե հարցերը իրանք կունենան, դու մոտենում ես իրանց, չէ՞։ Իրանք միկրոֆոնի հարցը Նադեշ Հակոբյան էլ չենք մոտենա։ Okay, որ հարցը որ տեսնենք կիսատանում, Շարունակենք։ Ստոպ տանք շարունակենք։ Մնացածը հարց երկ։ Ուրա։ Это մեզանից։ Մենք պատրաստ ենք։ 100%. Поехали.